Հարգելի հայրենակիցներ, սիրելի մարտունեցիներ, նախորդ շաբաթվա վերջին գործընկերներիս հետ այցելություն ունեցանք Մարտունու խոշորացված համայնք։ Բնակչության հետ հանդիպումներին արձանագրում էի այն խնդիրները, որոնք բազմաշերտ են, վերաբերում են հանրային կյանքի բոլոր ոլորտներին։ Բայց հետևյալ ուրեմն միտքը առաջացավ, երբ որ արձանագրում էի այդ խնդիրները, հետո խմբավորում, մի պահ ինձ թվաց, թե նախորդ այցելությունների նույն արձանագրությունն է։ Խնդիրները գրեթե կրկնվում են, ասեմ ավելին, որ եղածի վրա նորեն են ավելանում։ Պարզ գյուղացին խոսում, զայրանում, հիմնավորում է, շատ անգամ նույնիսկ տարբերություն չդնելով, թե ընդդիմադիր պատգամավոր է դիմացը կամ իշխանական, բայց պետական պաշտոնյա է եւ իրավացիորեն բարձրացնում է խնդիրներ, իր կյանքին առնչվող։ Վստահ եմ, այստեղ նստածները շատերը գիտեն այդ մասին։ Ցավոք սրտի նույն իմանալուն համարժեք լուծումներ չկան։ Ոռոգման խնդիր։ Խոսում ենք, ով չգիտի քաղաքաբնակից մինչև գյուղաբնակ։ Մարդիկ պարզ ասում են, բերքը չորանում է, արդյունավետությունը բերքատվության նվազում, որովհետև պարզ հարցեր շարունակաբար խոստանում են տարին տարվա վրա եւ ինչպես իրենց է վայել, այդ խոստումները չեն կատարում։ Գյուղմթերքի իրացման խնդիր։ Մի գյուղացի կար, որ 6 հեկտար ցորեն էր մշակում Մարտունու տարածաշրջանում, մարդը պարզ մանրակրկիտ բացատրում էր։ Ինքն էլ մասնագիտությամբ գյուղատնտես։ Հիմա ցորենից ենք խոսում, ներկրումից մի օր առիթ կլինի դրան էլ կանդրադառնանք, բայց կոնկրետ խնդիր է ասում է, ցորենը մշակում ենք, տանջվում ենք, ծախս ենք անում, հետո իրացնում ենք, ծախսը չի փակում։ 6 հեկտար ցորեն է մշակում, ամբողջ ընտանիքով, կոնկրետ մարդ է, կոնկրետ հասցե ունի, եւ ինչ է ասում։ Ասում է 20 անգամ, 30 անգամ այս վերջի տարիներին մեր համայնքում ցորենի մշակման արտերի հեկտարները նվազել են, որովհետեւ մարդիկ հիասթափվում են կամ լուր արտագաղթում, զբաղվում այլ գործով, ներքին արտաքին արտագաղթի, կամ որոշակիորեն բողոքում են ոչինչի չհասնելով։ Երիտասարդների շրջանում զբաղվածության հարցեր, բազմիցս դուք եք իբրև խոսում, ինչ-որ ռազմավարություններ եք բերում, մարտավարություններ, ինչ ձևի թուղթ ասես նկարում ու բերում եք։ Գնացեք գյուղում տեսեք, երիտասարդները ունեն լրջագույն զբաղվածության խնդիր, հետևանքն էլ չի ուշանում, ինչ են անում, կամ գնում են քաղաքներ, կամ մեկնում են արտերկիր, եւ ցավոք սրտի շատ անգամ այդ արտագնա աշխատանքը եւ արագորեն վերածվում է մշտական արտագաղթի։ Փաստ է, անժխտելի փաստ։ Ժողովրդագրական խնդիրներն են խորանում։ Ասում են մարդիկ պարզ, ասում են մեր երիտասարդները էապես հետաձգում են ամուսնությունը, կամ սակավ երեխաներ են ունենում, կամ այլ խնդիրների պատճառներով, նաեւ սոցիալական խնդիրների պատճառներով շատացել են ամուսնալուծությունները։ Սրանք նաեւ վիճակագրական փաստեր են։ Պարբերաբար խոստանում եք, իսկ գետնի վրա հիմնական խնդիրները գյուղի եւ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր բնակչությամբ չեն լուծվում, հետևանքներն էլ կամ հուսալքությունն է, որը լուր կերպով արտագաղթով է արտահայտվում գյուղերի դատարկմամբ, կամ որոշակի բողոքներով, որոնք դուք բիրտ ուժով ճնշում եք։ Շնորհակալություն, Արուսյակ Մանավազյան։